Հրապարակի տեղեկություններով դեռևս ամռանը Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսի աշխատակից Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ Ալեքսանյանի փաստաբաններից մեկը Տավրոս Գևորգյանը հաստատել է. կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2-ին, մոտ 2 ամսով։ Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է։ Նրա փաստաբաններն ավելի վաղ թերթին հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը եւ իրենք մեղադրանքը չեն ընդունում։ Ժողովրդի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ հարցաքննել։ ՔՊ-ական թերթի աղբյուրը պատմել է, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին հարցաքննել են։ Կապ չունի դու այժմ ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր ես թե ոչ։ Պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին։ Ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարևորը ինչ վարկանիշ ունես, հայտնել է թերթի աղբյուրը։ Նախորդին ԱԺ-ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավոր եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին։ Նրանց թվում են եղել ՔՊ-ական պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանն ու Լիլիթ Ստեփանյանը։ Իրավունքը գրում է. քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակից դուրս են թռնելու այնպիսի ՔՊ-ականներ, որոնք փորձել են շեֆից ավելի խելացի երևալ, ինչպես ասում են, շարից փորձանքից հեռու խաղալ։ Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք հաջրեակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը։ Ըստ ՔՊ-ականների օրերս կուսակցական ժողովի ժամանակ վրդոված հայտարարել են Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակը գրում է. Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգևորական Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը։ Գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է։ Պարզվում է, սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել։ Նախորդին Արցախի հոգևոր թեմի Facebook-յան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է, հայտարարելով, որ արցախցիները սատարում են իրեն, իսկ թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի։ Իբր թեմի առաջնորդը հանդիպել է թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ դրանցից ճշտել։ Թերթը տեղեկացել է, որ թեմական խորհրդի հետ որևէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր։ Ժողովուրդը տեղեկացել է, որ քննչական կոմիտեն դատարան է դիմել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Առաջիկայում դրանում են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի կալանքի ժամկետները եւ չի բացառվում նախաքննական մարմինը կամ քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի ու գործը դատարան ուղարկի կամ էլի կալանքի ժամկետները երկարաձգի։ Հրապարակը գրում է. ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի եւ նրա մերձավորների անվան հետ են կապում վերջին տարիներին կայացած մի թանկարժեք գործարք Վահագնի թաղամասում մի առանձնատուն։ Մենք բոլորս հիշում ենք, թե Սեյրան Օհանյանի անվան հետ կապված համանման գործարքն ինչքան են շահարկել ՔՊ-ականները, չնայած նա բազմիցս հայտարարել է, որ առանձնատունն իրենը չէ։ Հիմա նման լուրեր են շրջանառվում ԱԱԾ 36-ամյա տնօրենի առնչությամբ։ Օրեր առաջ խորհրդարանում պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բյուջետային փակ քննարկումներից մեկի ժամանակ Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը քննարկմանը մասնակցող ԱԱԾ տնօրենին իր ոլորտին վերաբերող հարցերից զատ հարցրել է նաեւ. Դուք կամ ձեր հարազատները, ընտանիքի անդամները վերջին տարիներին Վահագնի թաղամասում տուն ձեռք բերել եք թե ոչ։ Անդրանիկ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից, ասելով, որ իրենից անձնական տվյալներ են պահանջում, ինքն իրավունք ունի չպատասխանելու։ Ըստ ընդդիմադիրների խոսքը մոտ $1.5 միլիոն արժողությամբ առանձնատան մասին է, որը պատկանել է ՕԵԿ նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականներից մեկին։ ԱԱԾ տնօրենի ամսական աշխատավարձը մոտ 800,000 դրամ է։ Նման աշխատավարձով $1.5 միլիոն գույք անգամ հիպոթեքով հնարավոր չէ գնել։